Facebook-ում վստահ եմ շատերը գիտեք, մի օգտակար ֆունկցիա կա, կամ հիշողությունների կամ memory-ների ֆունկցիան է, որը քեզ հնարավորություն է տալիս ամեն օր հիշել, թե նախորդ տարիներին այդ նույն օրը դու ինչ գրառումներ ես արել կամ ինչ ակտիվություն ես դրսևորել։ Այսինքն մի վիրտուալ օրագրի նման մի բան է, որը մտորումները, մտավախությունները, հույզերը եւ այլն։ Եվ վերջերս այդ բաժնում տեսա 2018 թվականի մարտին իմ արած մի գրառում, որտեղ խոսում էի անձնիշխանության ու միջինասիական մոդելի ավտորիտարիզմի վտանգի մասին 2018 թվականի մարտին, երբ հայտնի իրադարձությունները դեռ չէին սկսվել։ Այն ժամանակ դրա վտանգը իսկապես շատ իրատեսական էր, եւ մենք նաեւ հենց այդ ուրվականի դեմ պայքարի համար, այդ ուրվականին վերացնելու համար 2018 թվականի ապրիլին ամեն մեկս մեր տեղում, ամեն մեկս մեր չափով պայքարեցինք եւ հասանք հաջողության։ Եկեք տեսնենք ինչ ունենք այսօր 8 տարի անց։ Պետության ղեկավարը իրականում նա կառավարության ղեկավարն է, բայց իրեն ներկայացնող որպես պետության ղեկավար փորձում է անձնական հսկողության տակ վերցնել երկրի հանրային կարգի բոլոր ոլորտները։ Մենթորություն անում հոգևոր կյանքում, երաժշտական ճաշակ է փորձում ձևավորել, նշաձողեր է սահմանում քաղաքական, տնտեսական, կրթական ոլորտներում, ռևիզիայի է ենթարկում մեր պատմությունը, փորձում է խմբագրել մեր ինքնությունը եւ այլն։ Ամեն ինչ։ Նա Սաղմոս է կարդում եւ մեկնաբանում է ավետարանը Յուրովի, այսպես ասած, զրական կետից։ Բառացիորեն մտնում է մարդկանց անձնական կյանքը եւ քննում է նրանց նախասիրությունները, ցեղասպանության թանգարանի տնօրենին օրերս հեռացրեց ինչ-ինչ պատճառաբանություններով եւ չգիտեմ դրանից մի քանի օր առաջ մանկապարտեզի տնօրեն էր նշանակում ազատում, քրեական գործերին է միջամտում առնվազն իր հանրային խոսքի ուժով եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ այս ամենը ինչ ներկայացնում որ արվում է բնականաբար դեմոկրատիա եւ ինքնիշխանության դրոշի ներքո։ Եթե մեզ այս ակտիվությունը անհեթեթ զվարճալի, ինչ-որ անմեղ զվարճալիք է թվում, պետք է հիշել այնուամենայնիվ, որ աշխարհի բոլոր դիկտատուրաները, շատ դիկտատուրաներ, նրանք որոնք ժառանգական չեն, սկսում են հենց այսպիսի դրսևորումներով, այսպիսի անմեղ խաղերից։ Հեռու չգնանք, Բելարուսի այսօրվա արյունարբուն դիկտատոր Լուկաշենկոն իր իշխանության առաջին տասնամյակում 90-ականների կեսերին այդպես էլի կարողաթուշ ժողովրդական կայտառ մարդ էր, մի քիչ այդպես զվարճալի, մի քիչ վախենա, մի քիչ այդպես ազդեցիկ, որը մի օր հոգի էր խաղում, մի օր կոլխոզում, չգիտեմ, հնձվորություն էր անում, մի օր փայտ էր կոտրատում, մի օր հաստոցում գործարանում հաստոցի դիմաց կանգնած եւ այլն եւ այլն։ Ամենակարևորը դա անում էր ժողովրդին սիրուց դրդված, ինչպես ասում են, բոլոր հավաքումները պատահական են։ Նույն բանը ամեն դեպքում ակնհայտ է ակնելով այսօր մեզ անում։ Սա ներողություն խոսքիս համար վայրենություն չի, սա միտում է։ Եվ ինչքան այս խումբը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս քաղաքական ուժը մնա իշխանության, այնքան այդ միտումները ավելի ակնհայտ են մնալու, դրսևորումները ավելի են խորանալու եւ ավելի են աղճատվելու, մուտացիայի են ենթարկվելու։